Նիհաո, ես Դավիթն եմ, Մարիգալուստ էլեկտրոմեբների աշխարհ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր խոսալու ենք բավական կարևոր թեմայի մասին, որը որ կարա ձեր ընտանիքի բյուջեին մեծ հարված հասցնի։ Խոսքը մարտկոցի ու ռեդուկտորի յուղի փոխման մասին է։ Ես բավականին նոր բացահայտումներ եմ արել։ Հեսա կփորձեմ այս հոլովակի ընթացքում հիմնավորված փաստերով փաստարկված այդ բացահայտումները ներկայացնեմ ձեր դատին ու արդեն դուք որոշեք, թե քանի 1000 կիլոմետրը մեկ ռեդուկտորի յուղը կփոխեք ու ինչ հաճախականությամբ fast charging-ի դրսի կայաններից ձեր էլեկտրոմոբիլը կլիցքավորեք։ Ուրեմն ռեդուկտորի մասին։ Ինչպես բոլորս գիտենք, BYD-ն ասում է ըստ ռեգլամենտի պետք է փոխվի առաջին անգամը 40000 կիլոմետրից, իսկ հաջորդ անգամները 48000 կիլոմետրից։ Բայց ես հավաստիացնում եմ, դա մեր գլոբուսից դուրս Հայաստանի մասին չի։ Ուրեմն ChatGPT-ին, ուրեմն ինչու ես դիմեցի ChatGPT-ին այս հարցով, ինչի մեջ ես կասկած առաջացա, որովհետև ես վերջերս իմ ավտոյի հետևից կրկռոց էր գալիս։ Ես ասեցի, արդեն Song Plus-ի պես ամորտիզատորները թափելու են, այս մոմենտում այդ թեման է, փարկասու թու, ընդհանրապես բագաժնիկն էր, ռեգուլյորովկայից ընկե, բագաժնիկի այդ զամոկը ու անվճար արհեստավորը այդ հարցը միանգամից լուծեց, էլեկտրոմեբիլից բավականին հասկանում էր։ Շնորհակալություն այդ արհեստավորին։ Ու ես իրեն հարց ու փորձ արեցի, ռեդուկտորի յուղի երբ փոխենք, ինչ անենք, ինքը ասաց 10000 կիլոմետր, ասում եմ չէ, էլի 10000 չի։ Ասենք զավոդը ասում է 40, ասում է չէ, 10000 է։ Ասում եմ լավ, ինչու է 10000։ Ասում է որովհետև մեր երկրում փոշու պարունակությունը սաղ նորմալներից դուրս է, պրոբկեքը սաղ նորմալներից դուրս են ու արտահայտված է վառ ամարձմեր, ոնց հետո ChatGPT-ն ինձ կասի։ Ու ինքն ցույց տվեց շարքից դուրս եկածած վարի գնացած ռեդուկտոր մի 2-3 տարվա ընդամենը մեքենայի, չգիտեմ որ մեքենան էր։ Ամենապես ասեց հեսա նայի տես վարի է գնացել, ասենք այդ 40-48000 փոխելու շնորհիվ։ Ուրեմն արհեստավորին դե հա, բանիմաց արհեստավոր էր, բայց հիմա կուրորեն չենք վստահում, դիմում ենք ChatGPT-ին։ Ուրեմն դուք եք արեք ChatGPT-ին հարցում անեք, ես հարցումը արել եմ, ու ChatGPT-ին ինձ ասում է հետևյալը։ Ուրեմն ասում է այո, եթե ձեր ռեգիոնը իդեալական պայմաններում ամարձմեր չկա, խցանումներ չկան, փոշի չկա, ասում է հա 40-48000-ը մեկ է, բայց եթե այդ 3 պարամետրներն 100% են, ոնց որ մեր գլոբուսից դուրս Հայաստանում փոշում ենք խեղդվում ենք բոլորս։ ChatGPT-ին հիմնավորված, խնդրեմ տեսեք, ասում է, որ դուք պետք է ձեր ռեդուկտորի յուղը պարտավորեք փոխեք ամեն 15-20000 կիլոմետրից արգաժաներս։ Այդ 40-48-ը մոռացեք։ Առաջի անգամ չի լինի, կապ չունի, 15-20000-ից, մաքսիմում 20000-ից, որովհետև, խնդրեմ տեսեք, ինքը գրում է խի։ Կոնկրետ պատճառները գրում է, թե ձեր ռեդուկտորի յուղը ինչ կարգի է վնասվում, երբ որ փոշի է, երբ որ խցանումներ են ու երբ որ վառ արտահայտված ամառ ձմեռ, մի խոսքով Հայաստանը։ Одним словом Հայաստանը։ Գլոբուսից դուրս։ Դրա համար ես ինքս անձամբ դուք արդեն դուք ինքներդ որոշեք դուք երբ կփոխեք, ես ոչ մի ձևով, ես ընտրում եմ միջին տարբերակը ChatGPT-ի ասածը, ոչ արհեստավոր ասած 10000-ը, դա իմ քիչ դրվի էքստրիմ է, բայց միգուցե եւ ինքը ճիշտ է, ես չեմ ասում ինքը սխալ է։ Զավոդի ասածը հաստատ սխալ է մեր ռեգիոնի համար, այդ 40-48-ը մոռացեք։ Կարեք փոխեք 30-ից, կարեք փոխեք 20-ից, կարեք փոխեք 10-ից, ես ընտրում եմ 20000 տարբերակը։ Ես իմ ավտոյի յուղը փոխելու եմ առաջին անգամը երևի 15000-ից, հաջորդ անգամները 20000-ից։ Խի, որտեվ this is Armenia։ Փոշոտ, խցանումներով լի ու վառ արտահայտված ամառ ձմեռով։ Եթե ալներ Ճապոնիա, իդեալական մաքուր, իդեալական առանց խցանում եւ այլ, կլներ 40-48000-ը մեկ։ Մինչ անցնելը հաջորդ մեր հատվածին մարտկոցների լիցքավորման, խնդրեմ ուզում եմ ձեզ ներկայացնեմ իմ նվաճումը, իմ ձեռքբերումը, իմ խոստացած 3 մեքենաները միաժամանակ ժամանեցին Գյումրի, խնդրեմ տեսեք։
Ուրեմն վերադառնանք Մարկոսների թեմային, ինչը էլ ավելի կարևոր է, քանզի եթե ռեդուկտորը արժի ընդամենը $3000, ինչը էլի քիչ չի ու չի ճարվում, այդ արհեստավորի ցույց տված ռեդուկտորը այդ ավտոյի տերը չէր գտնում, մանրգալ չէր գտնում, հետ չի թանկա, մետը չի ճարվում։ Իսկ Մարկոսի արժեքը հարգարժաններս ավտոյի գնի 40%-նա պլյուս-մինուս, то есть 6, 8, 10, $12000-ի թեմա է, եթե խոսում ենք բյուջետային ավտոների մասին, իսկ եթե խոսում ենք թանգարանոցների մասին, էլ ավելի շատ։ Նույն BYD-ի պարագայում, ասենք Yuan plus Song plus մի $8000 թեմա է մոտարապես։ Ուրեմն նախ էդի միֆա, որ ես էլ էի կարծում, որ NMC Մարկոսները երկաթափոսֆատային, այսինքն Honda, Volkswagen եւ այլն, կարելի է առանց խնդիր միշտ լիցքավորել արագ լիցքավորման կայաններից, դա նորից միֆ է, ChatGPT-ն ասում է ոչ, ասում է թե NMC թե LFP վնաս է հաճախ լիցքավորել արագ լիցքավորման կայաններից։ Ուրեմն լիթիի-իոնային ու երկաթափոսֆատային Մարկոսներ ունենք, ինչպես դուք գիտեք, լիթիի-իոնայինը Honda, Volkswagen, Tesla-ների 90%, Zeekr ավելի թանկանոց, մի խոսքով ինքը ավելի հզոր է համարվում, ինքը ավելի էներգիայի մեծ խտություն ունի, դրա համար իրան դրում են հզոր մեքենաների մեջ, ու իր բանը տոպային տարբերակը երակի լիթիոնային, Zeekr ընդեղ Tesla երակին։ Սովորական շարքայինը Honda, Volkswagen, բայց իր մինուսներն ամենամեծ, որ ինքը կյանքը 1000 ցիկլ է կամ 3000 կիլոմետր կամ մինչև 10 տարի ու ինքը հրկիզվող է, ինչը էլ ավելի մեծ աչք մտնող մինուսը ինքը հրկիզվող է, պլյուսերից ինքը ավելի երկար հեռահարություն ունի, այսինքն այդ նույն 60 կիլովատ-ժամով թե լիթիոն թե երկաթափոսֆատային, լիթիոնայինը կգնա մի 20% ավել, մոտարապես 10-20% ավել, էներգիայի խտությունը շատ է, ինքը ավելի թեթև է, ավտոյի քաշը ավելի թեթև է իր պատճառով, ինքը ավելի ծավալը փոքր է, տեղը շատանում է, բայց մի խոսքով մինուսները արդեն ասացի, ինքը ընդհանրապես իմ ընկալմամբ չարժի ձեռք բերել մեքենա լիթիի-իոնային հրկիզվող ու 300000 կիլոմետր գնացող Մարկոսով, ու որի դեգրադացիա, ու որի ու ամենակարևորը իրան պետքա պահեք իր ճիշտ դիապազոնը 20-ից 80% ընդհանրապես, այսինքն դուք ունեք 60% պաշար ընդհանրապես, եթե ճիշտ լիցքավորում եք։ Ճիշտ լիցքավորումը 20-ից 80-ը լիթիի-իոնայինների մոտ ու ոչ արագ, նորից տնից։ Երկաթափոսֆատայինները, ու լիթիի-իոնայինը թանկ է, ամել։ Իր արտադրությունը ինքը թանկ է, դրա համար այդ մեքենայի Մարկոսները մի քիչ ավելի թանկ են, քան երկաթափոսֆատային։ Հիմա երկաթափոսֆատայինի մինուսները, որ ինքը սրտադիմացկուն չի ի տարբերություն լիթիի-իոնայինի, ինքը էներգիայի խտությունը ավելի քիչ է, հեռահարությունը ավելի քիչ է, ինքը հզորություն չի կարող տրամադրի մեքենային ու հզոր մեքենաների մեջ իրան սովորաբար չեն դնում։ Մինուսներից ոնց որ թե այդքանը, բայց զատո ինքը, ինքը ավելի ծանր է ու ավելի մեծ է, բայց զատո ինքը չհրկիզվող է, ինքը հեռահարությունը 3 անգամ 3.5 անգամ ավել է, 3500 ցիկլ կամ 1-ից 1.2 կիլոմետր կամ 20 տարի, ինքը ավելի էժան է արտադրության մեջ, մի խոսքով ինքը մրցակից չունի, իմ գնահատմամբ լիթիի-իոնային Մարկոսը, երկաթափոսֆատային Մարկոսը մրցակից չունի, NMC-ին ծալումը դնում է միան։ Բայց ու իր դիապազոնը լիցքավորման ճիշտ ոչ թե 20-ից 80%, այլ 10-ից 90 ու 100-ն էլ վնաս չի, то есть 10-ից կամ 90 կամ 10-ից 100, 100-ը կարող լինի, վնաս չի, իսկ NMC-ի համար 90 ու 100-ը կոնկրետ վնաս են, կոնկրետ Մարկոսի հետ առնչվում է։ Հիմա թե NMC-ի, թե LFP-ի դեպքում ճիշտ լիցքավորումը, այնտեղ 20-ից 80, ստեղ 90-ից 100-ը, բայց սխալ լիցքավորման դեպքում դուք ձեր Մարկոսի բնական դեգրադացիան, այսինքն NMC-ի մոտ դա 2-ից 3% է, իսկ LFP-ի մոտ դա 1-ից 2% է բնական դեգրադացիան։ Մենք ավելացնում ենք բավական շատ ու ChatGPT-ին, եթե դիմեք ու գրեք, ձեզ կասի, որ դուք այդ դեգրադացիան կարող հասցնեք մինչև 10-12%-ի սխալ լիցքավորմամբ։ 10-12։ Այսինքն 5 տարի հետո 10%, 50% պաշար հեռահարություն դուք էլ չունեք։ Ընդամենը 5 տարի հետո։ Հիմա անդրադառնանք այդ հանգամանքին ավելի կոնկրետ, թե ոնց կարելի է Մարկոսի հերը անիծել ու 5 տարի հետո հալալ կես կյանքը կրճատել։ Ինչպես անել, որ Մարկոսի հերը անիծել, մաման լացացնել ու կյանքը կրճատել 2 անգամ։
Եթե ոչ ավել։ Սխալ լիցքավորում ես շատ եմ լսում այդ դեպքերը, դրա համար եմ ազրի բիզնեսական ժամանակ հաղորդում հիմա անում ենք այդ մարդկանց համար, որ իրանց մարդկոցի մաման չլացածնեն ու իրանց բյուջեից մի $8,000 չհանեն չտան մի 5 տարի հետո այդ թազա մեքենայի, ընդհանրապես 5 տարեկան մեքենայի մարդկոցը փոխելու համար։ Հիմա սխալ լիցքավորումը։ Նախ դա ամեն անգամ միշտ դրսի կայաներից լիցքավորելն է։ Ինչը վնաս է թե NMC-ի, թե LFP-ի համար։ Այդ արդեն դուք 5% դեգրադացիան հասնում եք 5%-ի մինիմում։ Այդ բնական 2.5-ից դառնում է 5 ինքը մի անգամից։ Այդ 5-ից ինքը ավելանում է, եթե դուք լիցքավորում եք հերիք չի դրսից, մի հատ էլ իջացնում եք մինչև իր 2-3%, ինչը էլի վնաս է։ LFP-ն պետք է 10-ից ներքև չիջնի, NMC-ն 20-ից ներքև չպետք է իջնի, եթե ուզում եք ճիշտ լիցքավորում։ Եթե դուք լիցքավորում եք 2-3%, թողում մինչև իջնի 2-3%, եթե դուք լիցքավորում եք մինչև, չգիտեմ, 50, 60 կամ 70, ինչ էլի աբսուրդ է։ Էլի վնասում եք տենց, էլ ավելի շատ։ Այսինքն 2-ից մինչև խոսքի 62։ Սա հեռախոս չի, որ դնեք մի 2 ժամով զարյատկի, ասեք թող մի քիչ լսվի, ես գնամ իմ գործերով, չէ։ Մարդկոցի հերը անիծվում է, խնդրում տենց մի արեք։ Լիցքավորում եք մինչև 90 կամ 100 LFP կամ մինչև 80, եթե NMC-ը։ Այդ կարճ լիցքավորումները, արագի մեջ լիցքավորումները մի քիչ մեջ լսվի գնամ հասնեմ տեղ, դա մարդկոցի հերը անիծում է, դեգրադացիան հերցնում է 5-ից ավել տոկոս, մինչև 10։ Այդ ֆակտորն է, որ ավելացնում է դեգրադացիան, հետո եթե դուք լիցքավորում եք ձեր մեքենան դրսի կայանից, տենց սխալ ձևով մինչև 60 կամ 70% ու դա անում եք արևի ճռիկ ճառագայթների տակ, էլ ավելի շատ եք դեգրադացիան ավելացնում, հասցնում եք 7%-ի մոտարապես պլյուս մինուս, որովհետև ChatGPT-ն ասում է այդ պարագայում նույնպես դեգրադացիան ավելանում է։ Լիցքավորումը կատարեք կամ առավոտյան կամ գիշերը, երբ որ արև չկա, որովհետև հատկապես LFP մարդկոցները արևից մի այլ տիպի նեղվում են, նույնիսկ եթե չեք լիցքավորում ու կայանել եք իրան արևի ուղիղ ճառագայթների տակ, էլի դեգրադացիա կա, չնչին, բայց էլի կա։ То есть ինքը արևի ուղիղ ճառագայթներից LFP մարդկոցը նեղվում է մի ուրիշ տիպի։ Հա, ու հաջորդ կետը, որ դեգրադացիան ավելացնում է, եթե դուք լիցքավորել եք 100%, ենթադրենք LFP մարդկոց ինչը կարելի է, բայց տենց է թողել եք ավտոն ու չեք քշը, հերը անիծվում է մարդկոցի։ Դուք պետքա, եթե պահում եք այդ մեքենան կայնած է ինչ-որ երկար մի քանի օր կամ ամսից ավել կամ ինչ-որ երկար ժամանակ, պետքա մեջի բանը իջացնեք մինչև 50%-ի կարգի։ 100%-ով պահելը համարտկոցի հերը անիծում է։ Այտենց խնդրում եմ մի արեք։ Մի խոսքով եթե ուզում եք ձեր մեքենան չդեգրադացվի, ունենա բնական 1-ից 2% դեգրադացիա, այսինքն 10 տարի հետո ընդհանրապես ասենք 15% պլյուս մինուս հեռահարությունը պակասի։ 10 տարի հետո ունենաք 85%, ինչը լրիվ նորմալ է։ Եթե ուզում եք 10 տարի հետո ունենաք 85% պաշար, այլ ոչ թե 5 տարի հետո ընդհանրապես 50, ապա ես խնդրում եմ ձեզ լիցքավորեք տանից դանդաղ մարդավարի 7 կիլովատանոց լիցքավորիչով 10-ից մինչև 100% LFP, 20-ից մինչև 80% NMC։ Ու ամեն 6 ամիսը կամ 5-6 ամիսը մեկ իր փոքրիկ 1.5 կիլովատանոց լիցքավորիչով իջացնեք մինչև 0, այս բaragam իջացնեք մինչև 0 լիցքը, դնեք լիցքավորման, որ ինքը պերեկալիբրովկա անի մարդկոցը, կոպիտ ասած վնասված յաչայկաները վերականգնի, դեֆրագմենտացիա, եթե թարգմանենք համակարգչային լեզվով։ Ոնց չունի մի բան այնտեղ այն չի այդ 6 ամսվա ընթացքում մի քիչ ինչ որ բանը կալիբրովկան թռելա, չգիտեմ այնտեղ բաները։ Մի խոսքով պերեկալիբրովկայի համար ամեն 6 ամիսը մեկ այդ փոքր լիցքավորիչով մի քանի սուտկա է տևելու իհարկե, այդ ավտոն չեք քշելու, բայց դա անեք, որ հնարավորինս պաշտպանեք ձեր մարդկոցը, հնարավորինս հեռահարություն ապահովեք ձեր մարդկոցին։ Ու այսքանն էր ոնց որ թե այսօրվա իմ հաղորդումը, մի հատ ուզում եմ նորից հիշեցնեմ ձեզ անցած հաղորդման այս հատվածը, խնդրեմ թեմայից փոքրիկ շեղում։ Դիմելով ինձ այս էլեկտրոմոբիլները կանխիկի գնման դեպքում, իհարկե դուք ունեք կանխիկ փող, ոչ թե ապառիկ ավտովարկ, դա չի աշխատում։ Կանխիկով անմիջապես գործարանից ես հնարավորություն եմ տալիս անմիջապես իմ օգնությամբ ընդհանրապես $700 միջնորդավճարով անմիջապես գործարանից չեղարկելով ստեղի սրահների ֆակտորը, որոնք ոնց շատերը գեշահույթ են հետապնդում, չեղարկելով իրանց անմիջապես գործարանից կատարում եք գնում ու ձեր գնումը ստանում եք
Գյումրիում գալիս է նույն ձևով ինչ որ սրահների մոտ, գնվում է նույն ձևով, նույն տեղից ինչ որ սրահների բարագայում, մի խոսքով նույն գործընթացն է, այսինքն գծոցին ստեղ ընդհանրապես բացառված է ժողովուրդ ջան։ Նույնիսկ իմ վստահությունը իմ անձի նկատմամբ այնքան մեծ է, որ ես վերջի հաճախորդներից երկուսը ինձ առհասարակ չեն տեսնվել իմ հետ։ Գնում կատարել։ Լրիվ բանա, բազմոցին սիրուն բազմած տեսազանք կամ հաղորդակցություններով մեքենա են պատվիրել, նույնիսկ ինչ չտեսնելով։ Այսինքն ստեղ ցոցին ուղղակի բացառված է, որովհետև դուք գնում եք կատարում եք նույն այն պաշտոնական դիլերից, որից որ գնում են Հայաստանի սրահների 30-40, եթե ոչ 50%-ը, որովհետև ամեն այժանգները իր մոտ են։ Պաշտոնական դիլերն աշխարհում եք ավտո է ծախում։ Գնում է գործարանից, դե մենք չենք կարող գնել գործարանից, ոչ մեկը չի կարող։ Պաշտոնական դիլերը գնում է գործարանից ու աշխարհում եք վաճառում է համարյա ինքնարժեքով իր միջնորդավճարը երևի 500-ից 500 դոլարի շուրջ է։ Ինքը քանակի վրա է աշխատում։ Մաքսիմում 700, ինքը ինձ ասում է 500 է։ Ասում է 300-500 դոլար մի ավտոյի մեջ ես աշխատում։ Համարյա ինքնարժեքով իրանից եք ավտո գնում, համարյա ինքնարժեքով ինձանից եք ավտո գնում ու խնայում եք մի քանի հազար դոլար, մի 2, 3, 4, 5, նայած սրա 7, սրա կա 7000 դոլար ավեր գինա։ Ճապացնում այդ նույն ավտոյի վրա, որը որ կարելի է գնել անմիջապես արտադրողից։ Մի խոսքով Viber, WhatsApp հուսալիությունը 100% է, գծոցին բացառված է, նույնիսկ կարող եք on-line գնում կատարել, ոնց որ Viber-ից կամ AliExpress, նույնիսկ ինչ տեսնելով, ասենք դա էլ հնարավոր կամ ցանկացած քաղաքի ցանկացած վայրում կարող ենք տեսնվել, կարող ենք մի քանի անգամ տեսնվել, խորհրդակցվել, մի խոսքով ճիշտ ընտրություն կատարեք, մինիմալ գնով համարյա ինքնարժեքով այդ ավտոն գնանք, միանգամից Գյումրիում ստանանք ու հետ հաճախորդները հիմա ես առաջի անգամ իրանց տեսնելու եմ Գյումրիում, երբ որ արդեն մաքսազերծենք հուլիսի մեջ։ Մի խոսքով, եթե ցանկանում եք Չինաստանից համգեթե ինքնարժեքով, կանխիկով մեքենա ունենալ ու շատ արագ ժամկետներում ստանալ Գյումրիում, ոնց այս 3 հաճախորդները արդեն ստացան կամ շուտով կստանան, ապա խնդրեմ Viber, WhatsApp դիմեք, սիրով դες կօգնեմ կողմնորոշվել մեքենայի ընտրության դժվարին հարցում, կոնսուլտացիաներ, հանդիպումներ, ինչքան կցանկանաք, մի խոսքով ես առաջի հերթին ձեզ օգնողն եմ, ձեզ շահերի պաշտպանն եմ ու ամենավերջի հերթին ավտովաճառող եմ ու փոխաշխատող եմ։ Խնդրում եմ նաև բաժանորդագրվեք, ալիքը զարգացնենք, լայքեք, կոմենտեք, ես ձեր կոմենտները միշտ կարդում եմ, պատասխանում եմ, դուք ինձ միակ մոտիվացնող ուժ եք, ես ոչ մի հովանավոր չունեմ, ոչ մի գործընկերներ չունեմ, ոչ մի տեղից փող չեմ ստանում, պատրոն չունեմ, միակ մոտիվացնող ուժը դուք եք ու ձեր շահերից, ձեր օգնության համար եմ ես այս ռոլիկները անում, որ ձեր էլեկտրոմոբիլների կյանքը լինի հնարավորինս երկար, ձեր ընտրությունը լինի ճիշտ, որովհետև լիքը մարդ սխալվում է ընտրության մեջ, հատկապես Honda գնելուց, հա, իդեպ, մոռացա ասեմ, այդ արհեստավորի մոտ, դավա հիշեցի, այդ արհեստավորի մոտ, որ հարցրեցի, իսկ ձեզ մոտ ինքը էլեկտրոմոբիլներից հասկացող ընթացագործեր, բավականին բան իմաց, եթե ուզենա կարող եմ կոնտակտը տալ։ Ասես իսկ ձեր մոտ, իր գործընկերոջ հարցրեցի, ոչ հենց իրան, բայց երկուսով էին ու գործընկերոջ հարցրեցի, ասես իսկ ձեր մոտ ամենաշատ մեքենաները, էլեկտրոմոբիլները որն է գալիս, մի հատ կասեք, հիմա ձեզ ցիտում եմ արհեստավորի գործընկերոջ բառերը, հետևությունները արեք դուք, ես կարծիք չեմ հայտնում, ուղղակի ցիտում եմ իր բառերը։ Նա ասաց. տոննով ֆուրեկով գալիս է Honda INS1, այն տխրահարճակ Honda INS1-ները մարտկոցով հղի, որ ես ի սկզբանե ասում էի, որ վատ մեքենա է։ Ասում է ֆուրերով այդ ավտոն է գալիս, հետո ինչ որ քանակի Song Plus իր բառերն է։ Ախնդրեմ իմ կարծիքը Song Plus-ի մասին դստեղ է, գիտեք։ Այդ ավտոն խնդրում եմ մի գնեք։ Այդ գնով այդ ավտոն մի գնեք, շատ ավելի լավ տարբերակներ կա։ Leopard, Geely Galaxy, Deepal, Toyota արդեն 3X։ Մի խոսքով խնդրում եմ ձեզ 27500-ով Mazda կա, sedan գժական, այդ նույն 27500-ով։ 27500-ով խնդրում եմ Song Plus մի գնեք։ Շատ ավելի գժական բոմբ տարբերակներ կա, մի քանի հատ ինչ ուզեք, մի 2-3 անգամ Song Plus-ից լավ։ Մի խոսքով ասած Song Plus ինչ որ քանակի բավարար չնշեց, դա Song Plus-ից քիչ քանակի Song L, ես զարմացա, ոնց որտեղ լյուքսային բրենդային ավտո է, ու ոչ մի հատ Yuan Plus։ Իմ ավտոն առաջինն էր, խնդիր չուներ, ուղղակի բագաժնիկի կրկրոցը այդ զամոքն էր։ Ռեգուլյորովկա ստրա, ինչը չպետք է մեկա լինի, ընդամենը 7 ամիսն անց, բայց համենայն դեպս այդ հարցը արագ լուծվեց, այդ կրկրոցը անցավ, ամեն ինչ նորմալ է։ Մի խոսքով ես խնդրում եմ ձեզ կատարեք ճիշտ ընտրություն, իմ ալիքի հոլովակները մի հատ նայեք գնելուց առաջ, որ կատարեք ճիշտ ընտրություն, որտեղ սխալվել է այս հարցում շատ հեշտ է, շատ հեշտ։
կան շատ լավ ավտոներ, որոնց մասին դուք ուղղակի տեղյակ չեք, շատ ավելի լավ։ Այն ավտոները, որ Երևանում քշում են, ուղղակի անունահերը սա դրանից են առնում, բայց դա չի նշանակում, որ դա լավն է։ Ես ես հավաստիացնում եմ, Leopard-ը, Geely-ն, Deepal-ը գժական մեքենաներ են, գժական։ Այդ նույն գնով, այդ նույն Song Plus-ի գնով ու դուք ունենում եք մի քանի անգամ ավելի լավ մեքենա, ավելի տեխնոլոգիապես ավելի հագեցված, կոմֆորտը ավելի բարձր, ավելի փափուկ։ Մի խոսքով Viber, WhatsApp, եթե հարցեր ունեք, խնդրում դիմեք։ Այսօր այսքանը։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկախահավիքո։ Կհանդիպենք։